Թե ձեզ թե Տիկին Հակոբյանի դասախոսություն, բանախոսությունները ես մի հիմնական նպատակ կա այդ երկուսում էլ ունենալ ուժեղ պետություն, որտեղ գործում է իրավակարգը, գործում են օրենքները եւ ուժեղ պետություն ունենալու առանցքը նաեւ հենց սա է հիմա Սրա վերաբերյալ ձեզ, պարոն վարչապետ, հարցս հետեւյալն է, սրա հետ կապված երկու իրավիճակ նկարագրեմ եւ հարցերս հնչեցնեմ Այս ամենի ֆոնին, այս օրերին հայ առաքելական եկեղեցու եւ իշխանության հետ հարաբերությունների ֆոնին ձեր էջում բազմաթիվ գրառումներ կան հոգեվորականների անձնական կյանքի վերաբերյալ դրվագներ մարդկանց մոտ կասկածներ եւ պնդումներ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի որպեսզի տեսեք, այս ֆորմատներում ես սովորաբար Քաղաքական բնույթի ոչ մի հայտարարություն ուժեղ պետություն ունենալու ձեր ամենայն հարգանքով, տեսեք, եթե ես ձեր հարցին պատասխանեմ, պիտի հիմնավորեմ ինչի եմ այդ ամեն ինչը այդպես արտահայտել։ Այդ նշանակում է բայց հարցս չեք լսել, պարոն վարչապետ։ Դե խնդրում եմ այնպիսի հարց տվեք, որը քաղաքական բանի, քաղաքական քննարկման չվերածի։ Ուժեղ եւ իրավական պետություն ունենալու տրամաբանության մեջ է հարցս եւ հարցս հետեւյալն է։ Այդ գրառումները, որոնք ձեր էջում զետեղված են, դրանք վերաբերում են հոգեվորականների անձնական կյանքին եւ հնչում են կասկածներ, որ դուք որպես վարչապետ օգտագործում եք ձեր լծակները, ձեռք եք բերում իրենց անձնական կյանքի մասին տեղեկություններ եւ դրանք հրապարակայնացնում եք։ Իրոք է, չեղավ, չեղավ, թողեք հաստա, որ ընդհատելու լինի, ես կընդհատեմ, թող։ Համեց։ Լավ, չեղավ, ժորդ, չեղավ, պետքա լսենք իրար, չէ։ Համեց եք, ավարտեք։ Հիմա, պարոն վարչապետ, այդ պնդումները, որ դուք օգտագործում եք ձեր պաշտոնը եւ ձեռք եք բերում այդ անձնական տեղեկությունները եւ հրապարակայնացնում եք դրանք, արդյոք ապատեղեկատվություն են, եթե ապատեղեկատվություն չեն, կխնդրեի բացատրեիք այդ դեպքում ինչպես են ձեր ձեռքում հայտնվել այդ տեղեկությունները, որոնք դուք հանրայնացնում եք։ Ժողովուրդ չեղավ, խնդրում թողեք հարցը։ Համեց։ Եվ հաջորդը ես կուզեի նկարագրել եւս մի իրավիճակ եւ ձեզ հարցնել արդյոք այդ իրավիճակը ձեզ մոտ հարցեր առաջացնում է կամ քաղաքացիները այդ իրավիճակի ֆոնին կարող են կասկածներ ունենալ, որ Հայաստանում օրինակ իրավակարգը չի գործում, ինչպես դուք եք պնդում։ Այսօր հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել arczepiskopos Աջապահյանը երկամսյա կալանքի է, կալանավորվեց 2 ամսով և սրա վերաբերյալ Ինչքան ծապտակ, այդքան իր ժամանակը երկարելու անենց, որ թողենք ավարտի հարց։ Եվ սրա վերաբերյալ, պարոն վարչապետ, մի տարի առաջ, փաստորեն, 1-1.5 տարի առաջ հայտարարությունը հնչել է հոգևորականի կողմից, որ Հայաստանում պետք է իրականացնել ռազմական հեղաշրջում կամ դա պետք է լինի իշխանություն փոխելու տարբերակ Հայաստանում եւ այդ հայտարարությունից հետո հասարակական կազմակերպության ներկայացուցիչը դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Գլխավոր դատախազը մերժել է քրեական գործի հարուցումը եւ 1.5 տարի անց նույն այդ հայտարարությամբ հարուցվել է քրեական գործ եւ հոգեվորականը հիմա կալանքի տակ է։ Սա տեղի է ունենում կրկին եկեղեցու հոգեվորականների հետ ձեր ունեցած խնդիրների ֆոնին։ Արդյոք այստեղ հիմնավոր չեն այն կասկածները, որ ուժային իրավապահ կառույցները քաղաքական հրահանգով 1 տարի անց նույն այդ հարցում տեսան հանցակազմ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիմա ես պիտի փորձեմ ձեր հարցին